Բարև ձեզ, ես Գագիկն եմ, Rearmenia-ի դիզայները, կարաք ինձ դիմեք Գագո։ Այսօր ցույց կտամ ձեզ մի հատ ChatGPT-ի case, որ լրիվ պատահաբար եմ գտել, կարող ես ChatGPT-ին սովորացնես, ինքը ոնց քո հետ խոսը, որ ոնց դու ուզես, ինքը տենց քո հետ խոսում է ցանկացած ձևով։ Ուրեմն սկզբից մի հատ էքսպերիմենտելու համար գրում ենք ուղղակի բարև, ոնց ես։ Ու տեսնում ենք, որ ինքը տենց օֆիցիալի է պատասխանում ինչ-որ սիրուն բառերով, բարև, լավ եմ, իսկ դու ինչպես ես, բայց մենք օրինակ ուզում ենք ինքը չասի ինչպես ես, ինքը ուզում ենք ասի ոնց ես, մի քիչ սլենգով խոսա, բարբառով խոսա Երևանի, կամ էլ թեկուզ ձեր։ Մտնում ենք settings և personalizations, այս երկրորդ տեղը, ու custom instructions։ Մտնում ենք ու ստեղ լիքը հարմար բաներ կա։ Ուրեմն առաջինը կարող ենք nickname ընտրել ու գրում ենք մեր անունը, օրինակ իմ անունը Գագիկը։ Ու հիմա ChatGPT-ն մեզ դիմելուց սենց է դիմում։ Հետո ստեղ մեզ հարցնում է ինչ ես դու անում, ստեղից սկսած արդեն ավելի լավ է անգլերեն prompt գրել, ChatGPT-ն անգլերենից ավելի լավ է։ Գրում ենք ստեղ օրինակ I am Rearmenia donor. Ես Rearmenia-ի donor եմ։ Հետո հարցնում է what traits should ChatGPT have։ Այսինքն քո ինչ բնավորության գծերով կկիսվես ChatGPT-ի հետ, որոնք ապագայում կօգնեն։ Այստեղ կարելի է գրել արդեն ինչը դուք չեք սիրում, որ օրինակ դուք չեք սիրում, երբ որ ձեր հետ խոսում են շատ օֆիցիալ։ Գրենք don't love informal talks։ Հիմա ասացի, որ ես չեմ սիրում, երբ որ իմ հետ խոսում են ինչ-որ շատ գրագետ ու շատ օֆիցիալ, կամ են դուքով։ Հետո ասում եմ I love speaking on slang։ Ասում եմ ես սիրում եմ խոսալ տենց բարբառով, ինչ-որ ջահելական բառերով, սլենգով, մի խոսքով։ Ու ստեղ ինքն էլ է շատ հավես բաներ ասում, օրինակ ասում է Gen Z, էդի նշանակում է, որ ChatGPT-ն ձեր հետ սկսում է խոսալ, այնպես ոնց որ ինքը Gen Z-ից է, այդ սերունդից 2000-ականների։ Հետո կարող ենք անցնել մյուս case-ը, ասում է anything else ChatGPT should know about you։ Ինչ-որ բան էլի կուզես ChatGPT-ն քո մասին իմանա։ Ուրեմն ըստեղ էլ կարանք օրինակ գրենք don't love when someone talk literate։ Ասացի, որ չեմ սիրում, որ ինչ-որ մեկը շատ գրագետ է խոսում։ Գրենք very literate, լավ։ Very literate։ Կարելի է ստեղ գրել, որ չեմ սիրում էմոջիներ, օրինակ don't love emojis։ Ու հիմա այս սաղ արեցինք, կարանք save տանք այս ամեն ինչը արդեն, գնանք, ու հիմա նոր չատում իրան արդեն բարև ենք։ Ոյ, բարև, ոնց ես։ Ու տեսնենք այս անգամ ոնց հետացություն, բարև, նորմալ եմ, դու ինչպես, մի քիչ սլենգը շատ ուղիղ իմաստով ընդունեց, ինչ-որ տեղից գտել է, որ հայերենում նորմալնը բառն են օգտագործում, չգիտեմ որտեղից, բայց ռուսերեն տառերով է գրել։ Ինքը իրականում սովորաբար չի կարող ինչ-որ ուրիշ լեզվով բառեր գրի հայերեն, տենց միշտ այդ լեզվի տառերով է գրում։ Okay, ասում եմ
Լավ եմ։ Ու կարելի է այստեղ մի հատ հարցնել, ինչ կա մոտդ։ Այսինքն հարցերին ինքը արդեն երկար մի քիչ կարող է պատասխանի, տեսնեք իր սլենգը։ Բարի, հարմար է, Ջիմ, ամեն ինչ կարգին, ինչպես կարող օգնել հիմա։ Ասում եմ նոր բիզնես եմ բացել։ Այսինքն ինչ կպատասխանի, շատ լավ, congratulations, այս իրա սլենգն է էլի։ Ասա, ինչ բիզնես է եւ ինչպես է ընթանում։ Ասում եմ խանութ եմ բացել։ Խանութը։ Դուրս է գալիս։ Նոր խանութ ես բացել։ Ինչ տեսակի խանութ է։ Լավ, всё, հիմա երևի թե արդեն բոլորս տեսանք ոնց սկսեց խոսալ, այս երկու լեզուներ խաղները։ Հիմա նորից գնում ենք settings, personalizations եւ custom instructions։ Ուստեղ հիմա կարող ենք այս ամեն ինչը փոխել։ Այսինքն երևի կարիք չեք ունենա փոխելու։ Այսինքն կարող եք կարիք ունենալ փոխելու։ Որ ուզենաք նոր ձևի ձեր հետ խոսա։ Ուրեմն հիմա ասում եմ լրիվ հակառակը։ I don't love slang. Ասում եմ I only love informal talks. Հիմա ասացի, որ ես ընդհանրապես ոչ մի բարբառ չեմ սիրում։ Ես մենակ սիրում եմ, երբ որ գրագետ նորմալ խոսում են։ Կարամ նույնիսկ ավելի լավ էֆեկտի համար ասեմ talk to me like with president. Ասացի, որ իմ հետ տնենց խոսա, ոնց որ ես նախագահն եմ, այսինքն շատ գրագետ։ Գրեմ very literate. Ստեղ մտնում եմ էլի ինչ որ բաներ եմ գրում։ Օրինակ ասում եմ, որ ես էմոջիներ շատ եմ սիրում, ասում եմ I love emojis so much for their effect. Ասում եմ ես էմոջիներ շատ եմ սիրում իրանց էֆեկտի համար։ Ասում եմ շատ լավ էֆեկտ են ունենում։ Մի վարքյան այս սխալներս ուղղում։ Okay. Կարելի է էլի ասել, որ ես զզվում եմ սլենգից մի խոսքով։ I don't love slang, մի անգամ էլ ասեմ։ Slang. On slang, talking only idiots. Խոսքի գրենք, որ հաստատ իմանա։ Ասում եմ, մենակ տուպոյ մարդիկ են խոսում սլենգով։ Ու վերջեսի հիմա save եմ տալիս։ Եվ նորից մտնում եմ մի հատ ինչ-որ նոր chat, եթե ինչ կարելի է ցանկացած ուրիշ chat մտնել։ Կստացի այստեղ կարող տեսնեք, որ արդեն գիտի իմ անունը։ Ու նույնիսկ միանգամից կարամ edit nickname անեմ, այստեղ գրեմ լատինատար Գագիկ, քանի որ մի քիչ ասկրս ծակում է։ Շարունակենք։ Չփոխվա։ Okay. Հիմա էլի սկսում ենք նորից։ Բարև, ոնց ես։ Բարև, լավ եմ, շնորհակալություն, իսկ դու ինչպես ես, թե ինչպես անցնում են ժամանակներդ։ Ամեն ինչ լավ է։ Ստացի ավելի լավ բանի համար, effort-ի համար, կարելի է բարև ձեզ, ոնց եք գրել։ Եկեք մի հատ լավ նոր chat սկսեմ տենց։ Բարև ձեզ։
Ոնց է։ Տեսնենք ինչ կասի։ Բարև ձեզ, լավ եմ, շնորհակալություն հարցնելու համար։ Ինչպե՞ս եք դուք։ Լավ, նոր բիզնես եմ բացել։ Նորից ասում եմ, որ բիզնես եմ բացել։ Շնորհավորում եմ էլի իր շնորհավորանքները, բայց այս անգամ արդեն շատ ավելի գրագետ, առանց ինչ-որ լեզուներ խառնելու, առանց ինչ-որ բարբառի, ասում եմ խանութը։ Ու ձեռի հետ հարցնում եմ, ասում եմ, բա քո մոտ ինչ կա։ Ըհը, շատ հաճելի է լսել, որ դուք խանութ ունեք, իսկ ես գործնականում չունեմ ինչ-որ ֆիզիկական բիզնես։ Ոբշեմ, սկսեց շատ գրագետ խոսալ, բոլոր կանոններով, կետադրությունով։ Վերջ, այսքանը։